Գեղարդի վերջին քահանայի գաղտնիքը։ 12 դար է անցել, ես դեռ հիշում եմ։ Այո, դու ճիշտ ես լսում։ Ես գիտեմ, որ դա անհնար է, բայց երբեմն անհնարը ճշմարտություն է։ Իմ անունը Մարիամ է, ես ապրել եմ շատ ավելի երկար, քան մի մարդ պետք է ապրի։ Ես տեսել եմ կայսրությունների վերելքը անկումը։ Ես տեսել եմ լեռները փոխվող։ Ես տեսել եմ վանի ջրերը բարձրանալ ցածենալ անհամար անգամներ։ Բայց սա իմ պատմությունը չէ։ Սա պատմությունն է Գրիգոր Գեղարդացու, վերջին քահանայի, ով գիտեր ճշմարտությունը։ Սա պատմությունն է նրա գրադարանի, որը թաքնված էր վանի վիտրաժներում 12 դար, սպասելով ինձ, վերջին պահապանին, այն բացելու աշխարհին։ Ամեն ինչ սկսվեց մի ձմեռային գիշեր, երբ ես մտա վանի հին եկեղեցին։ Ես չգիտեի, թե ինչու գնացի այնտեղ։ Ինչ-որ բան ինձ կանչում էր, մի ձայն, որը միայն իմ հոգին կարող էր լսել։ Եկեղեցին ավերված էր, մասամբ քանդված դարերի պատերազմներից անտեսումից։ Բայց պատուհանները, այն հին վիտրաժները դեռ կանգուն էին, փայլում էին լուսնի լույսի ներքո։ Ես սիրում եմ վիտրաժները։ Միշտ սիրել եմ։ Դրանց գույները, դրանց լույսը, այն բանը, թե ինչպես նրանք կարող են վերածել սովորական ճառագայթները դիվանային ազդեցության։ Վանի վիտրաժները հատուկ էին։ Դրանք ստեղծվել էին 8-րդ դարում, մի ժամանակ, երբ մեր եկեղեցին էր իր ամենաուժեղ ժամանակաշրջանը։ Այդ գիշեր, երբ լուսինը լիովին լուսավորում էր վիտրաժները, ես տեսա ինչ-որ բան տարօրինակ։ Նմուշները շարժվում էին։ Ոչ, դա ճիշտ չէ։ Նմուշներն ինքներնից չէին շարժվում։ Բայց երբ լուսինը լուսավորում էր դրանք որոշակի անկյունից, դրանք ստեղծում էին ստվերներ պատերի վրա, այդ ստվերները ձավորում էին տառեր, խորհրդանիշներ, նկարագրեր։ Իմ սիրտը սկսեց զարկել։ Ես առել էի իմ հին ջահը, մի բան, որը հազվադեպ օգտագործում էի, քանի որ մարդիկ կտեսնեին կլիներ հարցեր։ Բայց այդ գիշեր ես կարիք ունեի դրա։ Ես սկսեցի լուսավորել վիտրաժները տարբեր անկյուններից, դիտել ստվերները, գրառել այն, ինչ տեսնում էի։ Ժամեր անցան։ Լուսինը շարժվեց երկնքում, ստվերները փոխվեցին։ Յուրաքանչյուր պահի համար կային նոր տառեր, նոր հաղորդագրություններ։ Ես գիտեի, որ սա պատահական չէր։ Ինչ-որ մեկը շատ ժամանակ առաջ ստեղծել էր այս վիտրաժները որպես կոդ, որպես գաղտնի լեզու, որը կարող էր կարդալ միայն այն, ով գիտեր, թե ինչ փնտրել։ 6 ամիս ես վերադառնում էի այդ եկեղեցին ամեն գիշեր, երբ լուսինը լիքն էր։ Ամեն ամիս ես հավաքում էի ավելի շատ ինֆորմացիա, ավելի շատ կտորներ հանելուկի։ Ես սկսեցի հասկանալ, որ վիտրաժները պատմում էին մի պատմություն, Գրիգոր Գեղարդացու պատմությունը։ Գրիգորը եղել է քահանա Գեղարդի վանքում, մի Սուրբ Continuer 07-06 վայրում լեռներում։ Նա եղել է պահապանը դարձած մի գրադարանի, որը պարունակում էր գիտելիքներ հնագույն ժամանակներից։ Բայց նա գիտեր, որ վտանգ էր գալիս։ Արաբական ներխուժողները շարժվում էին հյուսիս, նրանք այրում էին գրքերը, ոչնչացնում էին գիտելիքները, որոնք նրանք համարում էին հերետիկոսական։ Գրիգորը պետք է որոշեր։ Նա կարող էր փորձել պաշտպանել գրադարանը, բայց դա կնշանակեր մահ այրում։ Կամ նա կարող էր գտնել այլ միջոց, ինչ-որ ստեղծագործական միջոց, պահելու գիտելիքները։ Եվ այդ է, ուր Վանը մտավ պատմությունը։ Վանը, այդ հին քաղաքը Վան լճի ափին, եղել է մշակույթի արվեստի կենտրոն։ Եվ Վանում եղել էին վարպետ ապակեգործներ, արհեստավորներ, ովքեր կարող էին ստեղծել անհավատալի բաներ ապակուց։ Գրիգորը փակցրեց Գեղարդի վանքի գրքերը տարավ դրանք Վան։ Այնտեղ նա հանդիպեց Վարդան Վանեցուն, ամենամեծ ապակեգործին իր ժամանակի։ Միասին նրանք ստեղծեցին մի պլան։ Նրանք փոխադարձվեցին գրքերի էակացուցիչ էջերը, կողմերը, որոնք պարունակում էին ամենակարևոր գիտելիքները։ Այդ կողմերը նրանք վերածեցին փոքրիկ կտորների, յուրաքանչյուր կտոր դրեցին հին ապակու փոշու մեջ։ Այնուհետ Վարդանը հալեցրեց ապակին ստեղծեց վիտրաժները։ Բայց սրանք սովորական վիտրաժներ չէին։ Յուրաքանչյուր գույնի ապակու կտորում պարունակվում էին միկրոսկոպիկ կտորներ գրքերից։ Եվ ավելին, նախշերը, որոնք Վարդանը ստեղծել էր, էին կոդավորված։ Երբ լույսը անցնում էր դրանցով որոշակի անկյուններից, ստվերները ստեղծում էին տեքստ, ցուցումներ, քարտեզներ։ Սա էր Գրիգորի գեղեցկությունը։ Նա չէր պարզապես թաքցրել գրքերը։ Նա վերածել էր դրանք արվեստի, մի բանի, որը մարդիկ կպաշտպանեին, կթանկարժեքացնեին, անցնեին սերնդից սերունդ։ Բայց կային բարդություններ։
Վիտրաժները կարող էին կարդալ միայն այն, ով գիտեր բանալին։ Եվ բանալին Գրիգորը թաքցրել էր հատուկ վայրում։ Վիտրաժները ինձ ասացին, որտեղ։ Քարտեզը, որը ես վերծանել էի ստվերներից, ուղղորդում էր ինձ դեպի Վան լճի կղզի։ Այնտեղ ցնցված ծառի տակ, խորը քարի մեջ, ես կգտնեի Գրիգորի վերջին հաղորդագրությունը։ Ես գնացի այնտեղ մի շաբաթ հետո։ Կղզին մարդատար էր, բայց ես գիտեի, թե որտեղ փորել։ Ես բերել էի գործիքներ, ցերեկով աշխատեցի հանելու քարերը։ Վերջապես, երբ արը սկսեց մայրամուտել, ես հասա մի փոքր սնդուկ, փողարկված արույտի մեջ։ Սնդուկը բացելով, ես գտա մի փոքր գրքույկ, գրված Գրիգորի իսկ ձեռքով։ Դա նրա անձնական օրագիրքն էր, նրա վերջին խոսքերը աշխարհին։ Նա գրել էր. Ով էլ որ գտնում է սա, իմացիր, որ դու ընտրված ես։ Վիտրաժները տեղափոխել են քեզ այստեղ, դա նշանակում է, որ դու ունես իմաստությունը հասկանալու։ Վիտրաժներում քո առջ են մեր նախնիների գիտելիքները։ Բժշկության գաղտնիքներ, որոնք կարող են բուժել ցանկացած հիվանդություն։ Աստղագիտության գիտելիքներ, որոնք բացատրում են տիեզերքի քարոզը։ Փիլիսոփայության իմաստություններ, որոնք բացահայտում են կյանքի նպատակը։ Բայց զգույշ եղիր։ Այս գիտելիքները ուժեղ են, ուժը կարող է վտանգավոր լինել սխալ ձեռքերում։ Օգտագործիր դրանք իմաստությամբ։ Օգտագործիր դրանք բարիքի համար։ Եվ միշտ հիշիր, որ մենք ամենքս կապված ենք, այն, ինչ վնասում է մեկին, վնասում է բոլորին։ Ես նստեցի այնտեղ, կղզում, կարդելով Գրիգորի բառերը, զգացի լույսի ծանրությունը իմ ուսերին։ Ես հիմա պահապանն էի։ Ես հիմա այն մարդն էի, ով պետք է որոշեր, թե ինչ անել այս գիտելիքներով։ Հաջորդ 10 տարիների ընթացքում ես նվիրեցի ինձ վերծանելու վիտրաժները։ Ես ուսումնասիրեցի ապակեգործությունը, սովորեցի, թե ինչպես օպտիկան աշխատում է, թե ինչպես լույսը բեկվում է ապակու միջոցով։ Ես ստեղծեցի հատուկ գործիքներ, որպեսզի կարողանամ վերարտադրել ստվերները կարդալ տեքստը։ Դանդաղորեն, գիրք առ գիրք, ես վերականգնեցի Գեղարդի գրադարանը։ Կային բժշկական տրակտատներ, որոնք նկարագրում էին բուժումները բույսերի օգտագործմամբ։ Կային աստղագիտական ատլասներ, որոնք ցույց էին տալիս երկինքը այնպես, ինչպես մեր նախնիները տեսնում էին։ Կային մաթեմատիկական ճարտարապետության գրքեր, որոնք բացատրում էին, թե ինչպես կառուցել կամարներ գմբեթներ։ Բայց ամենաարժեքավորը գաղտնի ուսմունքներն էին, դրանք, որոնք Գրիգորը կոչել էր հոգու արվեստները։ Սրանք էին դասեր մեդիտացիայի, քննարկման, ներքին խաղաղության մասին։ Դրանք ուսուցանում էին, թե ինչպես հաղորդակցվել տիեզերքի հետ, թե ինչպես հասկանալ մեր տեղը մեծ նախշում։ Ես սկսեցի պրակտիկա անել այս ուսմունքները, դա փոխեց ինձ։ Ես սկսեցի տեսնել կապերը ամեն ինչի մեջ։ Ես սկսեցի հասկանալ, որ ժամանակը ճկուն է, որ անցյալը, ներկան, ապագան բոլորը հարում են միմյանց։ Եվ ես սկսեցի հիշել դարերից հետո իմ սեփական նախորդ կյանքերը, այն ժամանակները, երբ ես ապրել էի այս երկրի վրա։ Այո, ես գիտեմ, որ սա հնչում է անհավատալի։ Բայց դա ճշմարտությունն է։ Գեղարդի գաղտնի ուսմունքները բացեցին ինձ մի դուռ, այդ դռնից ես տեսա այն, ինչ շատերը երբեք չեն տեսնում։ Ես տեսա, որ մենք բոլորս հավերժական ենք, որ մենք վերադառնում ենք անընդհատ սովորելու նոր դասեր, աճելու իմաստությամբ։ Բայց այս գիտելիքը եկավ պատասխանատվությամբ։ Ես չէի կարող պարզապես պահել այն ինձ համար։ Ես պետք է կիսվեի այն աշխարհի հետ։ Բայց ինչպես։ Ինչպես ասել մարդկանց, որ նրանց եկեղեցի վիտրաժները պարունակում են հազարամյակներից հին գիտելիքներ, առանց նրանց համարվելու խենթ։ Ես որոշեցի գործել հանգիստ։ Ես սկսեցի դասավանդել փոքր խմբերով մարդկանց, ովքեր փնտրում էին իմաստություն։ Ես բացեցի դպրոց Վանում, որտեղ ուսուցանում էի հին արվեստները։ Ես ասացի իմ ուսանողներին Գեղարդի գաղտնիքների մասին, բայց միայն այն ժամանակ, երբ նրանք պատրաստ էին հասկանալու։ Տարիները անցան։ Իմ դպրոցն աճեց։ Շատեր եկան սովորելու, շատերը հեռացան փոխված, արթնացած նոր իմաստությամբ։ Դանդաղորեն Գեղարդի գաղտնիքները տարածվեցին ոչ որպես գրքեր կամ տեքստեր, այլ որպես ապրած իմաստություն, փոխանցված ուսուցչից աշակերտի։ Եվ վիտրաժները։ Ես պաշտպանեցի դրանք։ Երբ պատերազմները եկան, շինությունները սկսեցին փոշյանալ, ես հոգ տարա, որ վիտրաժները տեղափոխվեին անվտանգ վայրեր։ Երբ նոր եկեղեցիները կառուցվեցին, ես համոզեցի, որ հին վիտրաժները տեղադրվեին նրանցում։ Պահպանելով Գրիգորի ժառանգությունը։
Հիմա, 12 դար հետո, վիտրաժները դեռ կան։ Դրանք այժմ գտնվում են Վանի Սուրբ Խաչ եկեղեցում, զգույշ պաշտպանված պահպանված։ Եվ ամեն լիալուսնի գիշեր մարդիկ գալիս են տեսնելու ստվերները, կարդալու Գրիգորի գրադարանը։ Ես դասավանդում եմ դրանց, թե ինչպես կարդալ տեքստը, թե ինչպես հասկանալ գիտելիքները։ Ես տեսնում եմ նրանց աչքերը լայնացող, երբ նրանք իմանում են ճշմարտությունները, որոնք թաքնված են եղել այսքան երկար։ Ես տեսնում եմ նրանց փոխվելը, աճելը, դառնալը ավելի իմաստուն, ավելի համակրելի, ավելի կապված տիեզերքի հետ։ Եվ ես գիտեմ, որ Գրիգոր Գեղարդացին, որտեղ էլ որ նա լինի հիմա, շփտում է։ Նրա պլանը աշխատել է։ Նրա գիտելիքները չեն կորել։ Նրանք պահպանվել են ոչ որպես մահացած բառեր էջի վրա, այլ որպես կենդանի իմաստություն, փայլուն գույների միջով, պարելով ստվերներում, շնչելով յուրաքանչյուր սրտում, որը բացվում է դրանց ուղերձին։ Եվ այդպես ես շարունակում եմ գիշերից գիշեր, փոխանցելով Գեղարդի գաղտնիքները նոր սերնդին, պահպանելով լույսը, որը Գրիգորը վառեց 12 դար առաջ։ Քանի դեռ վիտրաժները կանգուն են, քանի դեռ լուսինը փայլում է, քանի դեռ կան մարդիկ, ովքեր փնտրում են իմաստություն, Գեղարդի գրադարանը կապրի հավերժ։